Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վաղ առավոտից հայրաքաղաքում լարված իրավիճակ է, քննչական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում, հետո ձայնագրություն հայտնվեց կաշառք ստանալու մասին եւ ունենք պաշտոնական հաղորդագրություն կոմիտեից Վարդան Ղուկասյանին եւ եւս 7 անձի ձերբակալելու որոշման մասին, նույն այդ կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով Քաղաքապետի աջակիցները թույլ չեն տալիս, որպեսզի ուժայինները նրան այդ շենքից դուրս հանեն։ Նախորդ շաբաթ էլ մենք տեսանք ձերբակալություններ նույնպիսի աղմկահարությամբ Արագածոտնի թեմում, մինչև դետալային անդրադառնալը այս իրադարձություններին ընդհանուր առմամբ իրավիճակը մեր երկրում ընդդիմությունը օրինակ այս ամենը համարում է իշխանական բռնաճնշումներ, թե հոգևորականների, թե ընդդիմադիր գործիչների, թե փաստաբաների նկատմամբ։ Ինչ կարող եք ասել, ո՞րն է ձեր գնահատականը։ Նարեոր, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ինչպես միշտ ամեն ինչ փորձում է իր պատահանից նայել, որովհետև այն տպավորությունն է, որ այդ ամենը արվում է, իսկ մյուս կողմը ոչինչ չի անում։ Երկնքից իջացել հրեշտակներ են, ամպոտ ոտքերով, թիկունքում էլ թևեր ունեն, պարզապես այդ թևերը չի երևում։ Դուք ինչպես ձեզ կզգայիք, եթե որևէ մեկը ձեզ ասեր Շան աղջիկ։ Բարձրաց եմ տալիս։ Համաձայն եք Շան աղջիկ լինել։ Վարդան Ղուկասյանը հենց դա էր ասում յուրաքանչյուրին։ Բայց հիմա Վարդան Ղուկասյանին այլ Բայց նույն այդ Վարդան Ղուկասյանը, որ մտնում էր Ղարսանի, չգիտեմ էլ ուր էր գնում, Ռուսաստանի Դաշնությունից այստեղ ինչ-որ ազատ տնտեսական գոտիներ էր ստեղծում, համարյա թե Պուտինի այդ համաձայնություններ ուներ, գործարքներ ուներ, որ այստեղ գալիս են Գյումրին առանձնացնում են Հայաստանի Հանրապետությունից, Գյումրիի Հանրապետություն են հռչակում, նույն այդ Վարդան Ղուկասյանը չի շարունակում, այն ինչով զբաղվել է ամբողջ կյանքում։ Ձայնագրությունների մասին ես չի որ պիտի ձեզ ասեմ։ Եկեք այստեղ թերևս ամենազարմանալին Վարդան Ղուկասյանը չի, ոչ էլ իրավապահներն են։ Այստեղ ամենազարմանալին գյումրեցիներն են։ Բայց նրանց ես ասելիք չունեմ, որովհետև նույն այդ գյումրեցիները իրենց պահում են Շան տղայի ու Շան աղջկա պես, դե ֆակտո։ Դուք հիմա չեք վիրավորում մեր գյումրեցիներին։ Անկեղծ ասած կարծում եմ, որ չեմ վիրավորում, որովհետև ես չեմ դա անվանում։ Դա իրենց սրտի քաղաքապետն է, իրենց այդպես անվանել։ Ես ընդհանրապես փոխանցում եմ Վարդան Ղուկասյանի արտահայտությունները։ Ընդհանրապես Այստեղ ինչ կա վիրավորական։ Հոգևորականների ձերբակալություններին եթե անդրադառնանք, ելի ունեինք ձայնագրություն հրապարակված, որ եղել է կարգադրություն ըստ էության, այո, հոգևորականներին կարգադրել են գնալ ընդդիմադիր հավաքների մասնակցել։ Ինչ կարող եք ասել, ինչու է այս ամենը տեղի ունենում եւ արդյոք մենք նոր այսպիսի ձայնագրություններ ու իրավիճակների ենք ականատես լինելու, հաշվի առնելով, որ արժևում նախընտրական շրջան է։ Կարծում եմ, որ ցավոք, բայց ճիշտ եք։ Ցավոք նորանոր կարող են ի հայտ գալ նորանոր ձայնագրություններ։ Տիկին Զախարյան, ձեզ այդ հարցազրույցներում մենք բազմիցս այս թեմային անդրադարձել ենք։ Եվ ես հիմա ստիպված եմ արձանագրել վերստին ու վերստին արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի շրջանակներում ընդգրկված է թե աշխարհիկ քաղաքական դաշտը, թե հոգևոր քաղաքական դաշտը։ Եվ դա Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունը չէ։ Նույն գործընթացները եղան, ձախողվեցին Մոլդովայում, նույն գործընթացներով անցել է Ուկրաինան, որտեղ եկեղեցին բաժանվեց դե ֆակտո, նույն գործընթացների մեջ եղել է Վրաստանը։ Հիմա ինչու պիտի Հայաստանի Հանրապետությունը այս առումով լիներ առանձնահատուկ։ Այո, իբրև առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր մենք կարող էինք մտածել, որ պետությունը եւ եկեղեցին միասնություն են, եւ իրոք պետությունն ու եկեղեցին միասնություն են, բայց այս պահին ստացվել է, որ եկեղեցականներն իրենք են դուրս գալիս եկեղեցու
ու պետության միասնության դեմ, եկեղեցականները իրենք դուրս են գալիս եկեղեցու եւ Աստծո պատվիրանների դեմ։ Համենայն դեպս ոչ Հիսուսը, ոչ Հայր Աստվածը երբևէ չեն ասել, որ եկեղեցին պետք է դառնա վաճառակետ։ Երբևէ դա չեն ասել։ Հակառակ, եթե հիշում եք, Հիսուսը տաճարը ինչպես էր մաքրում լումայափոխներից։ Մեզ մոտ բացարձակապես փոխվել են, ինչ ասեմ, պատկերացումները, հոգևորականների իրենց առաքելության պատկերացումները։ Այն պահից, երբ հոգևորականը մտնում է քաղաքականություն, ուզում եք սառեցված, ուզում եք տաքացված, ինչ կարգավիճակ ուզում եք տվեք, նա դադարում է հոգևորական լինելուց։ Նա դադարում է հոգևորական լինելուց։ Իսկ այսօր եկեղեցին իր վերնախավով մտած է քաղաքականության մեջ։ Եվ դա անորմալ երևույթ է։ Չի կարող այդպես լինել, եթե եկեղեցականը հեռանում է իր առաքելությունից։ Սա է խնդիրը։ Մենք սրա դեմը պետք է առնենք, որովհետև էլի եմ կրկնում, պետությունը եւ եկեղեցին պետականության հիմքն են։ Մենք սա չենք հասկանում։ Մենք սա տարաբաժանում ենք ես, ես սրբազանին ձերբակալեցին են թեմի առաջնորդին ես մեկին ես քահանան ես ասեց են քահանան են ասեց։ Եկեք մի պահ վերացարկվենք այդ ամեն ինչից ու հասկանանք ինչ է կոնկրետ կատարվում։ Ինչ է կոնկրետ կատարվում։ Փորձում է մեկ երկիր այստեղ անել հեղաշրջում։ Սա նույնիսկ իշխանափոխության փորձ չի։ Սա հեղաշրջման փորձ է։ Հիմա որ կողմում ենք մենք նրանց, ովքեր հեղաշրջում են անում, թե նրանց, ովքեր կանգնած են պետությունը պաշտպանելու։ Ում կողմն ենք մենք։ Տեսեք, դուք ասում եք, դուք չեք վիրավորում գյումրեցիներին։ Որ գյումրեցիներին եմ ես վիրավորում։ Որ գյումրեցիներին։ Այն գյումրեցիներին, որոնք այսօր դուրս են եկել փողոցում պաշտպանում են Վարդան Ղուկասյան։ Չէ, չեմ վիրավորում։ Իրենց քաղաքապետն է պաշտպանում են Տիկին Ադամյան։ Շատ լավ, իրենց քաղաքապետն է պաշտպանում են, իրենց ընտրած քաղաքապետն է պաշտպանում են, իսկ իրենց ընտրած քաղաքապետը ինչու է փորձում կաշառկվեցնել, իրենց իսկ թալանել։ Այդ հարցը իրենց տվել են։ Տվել են այդ հարցը իրենց։ Ինչ է նշանակում իրենց քաղաքապետն է։ Կա օրենք այս երկրում, կա օրինականություն։ Վերջ, ինչի մասին է խոսքը, ես էլ եմ ասում։ Ես դա նույնիսկ ասել եմ Քարոզար Շավեի օրերին, Գյումրին առանձին պետություն չի։ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ընդամենը, ոչ ավել, ընդամենը։ Եվ այս ընթացքով, այո, ճիշտ կլիներ Գյումրին վերանվանել Լենինական։ Կոմունիստական կուսակցության կնիքը պարզապես գնաց, ամբողջ կյանքում, կոմունիստ չեղած Վարդան Ղուկասյանը գնում է, առաջադրվում է, դառնում է քաղաքապետ, այս որևէ մեկի մոտ որևէ հարց չի առաջացնում, Վարդան Ղուկասյանը դուրս է գալիս շան աղջիկ ու շան տղով չգիտեմ ինչ հայտարարություններ է անում, այս որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում, ինչ է նշանակում իրենց քաղաքապետն է, իսկ իրենք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, իրենք արդեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, դե կներեք։ Տիկին Ադամյան, հետաքրքիր է, որ մայրաթորից երբ արձագանք եղավ հոգևորականների ձերբակալություններին, այդ ձայնագրությանը անդրադարձ չեղավ։ Իսկ Վարդան Ղուկասյանն օրինակ հորդորում էր աջակիցներին հանդարտվել, քանի որ իրենք օրենքի տառի հետ խնդիր չունեն, հղում էր անում օրենքի տառին։ Հիմա ինչ է կարծում, եթե կարողանա իսկապես իր անմեղությունը ապացուցել, նա քաղաքական հայացքների պատճառով չի ձերբակալվի։ Տեղական ինքնակառավարման մարմիններ են քաղաքականության հետ կապ չպետք է ունենան։ Այդպիսին է օրենքը։ Նրանք պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարումով, ոչ թե քաղաքական իշխանության խնդիրներով, բայց դե ֆակտո ամեն ինչ այնպես է իրար խառնվել, որ հիմա արդեն յուրաքանչյուր քաղաքապետ, յուրաքանչյուր չգիտեմ թաղապետ թերևս իրեն զգում է քաղաքական գործիչ։ Սա հենց հոգեբանական այն անկայուն քաոտիկ իրավիճակն է,
որ իրենց առաջ խնդիր են դրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել Կրեմլի վկաները։ Նույն ձեռագիրը Մոլդովայում, որը ձախողվեց, նույն ձեռագիրը Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, մենք շատ լավ պիտի ուսումնասիրենք մոլդովական փորձը։ Մենք շատ լավ պիտի ուսումնասիրենք ինչպես են փորձելու Հայաստանի Հանրապետություն բերել այդ ֆինանսները։ Թերևս Հայաստանի Հանրապետությունում այստեղ կարող է առանձնահատկություն լինի, ոչ թե ֆինանսները բերեն իրենց շորերի եւ իլան շորերի եւ այլ, չգիտեմ, գործիչների միջոցով, այլ այստեղ Հայաստանի Հանրապետության ներսում գտնվողներին ասեն ներդրեք ձեր ֆինանսները։ Մենք պետք է ուսումնասիրենք Կրեմլյան այդ մատրյոշկաների աշխատանքը։ Մատրյոշկաների չաթբոտերի պատկան մարմինները Տիկին Ադամյան, ինչ է կարծում, ով պետք է ուսումնասիրությամբ զբաղվի։ Մենք թե այստեղ նկատի ունենալ գլխավորապես պատկան մարմիններին, նաև ինչու՞ չէ իշխանություններին, որոնք պետք է ինքը իրեն պաշտպանի։ Ազգային անվտանգության ծառայությունն է այստեղ լինելու գլխավորը։ Պետությունը պետք է ինքը իրեն պաշտպանի։ Բայց պետք է լինի նաև քաղաքական որոշում, որ ժողովրդավարությունը այսքան անատամ, անբռունցք չգիտեմ ինչ չի, որ ժողովրդավարությունը ինքնին պաշտպանություն է, որ ժողովրդավարությունը չի նշանակում բռնեմ բաց թողնեմ։ Չեք նկատել, ես կարծում եմ, որ դուք դա անպայման արձանագրած կլինեք, որ մեր կյանքի բաղկացուցիչ մաս դարձել են դատավարությունները, պարզապես դատավարությունները։ Ես ձեզ հավատացնում եմ մեր կուսակցության ամենայնպես քաղաքախորհրդի կեսից ավելին քրեական գործեր են հարուցված մեր դեմ։ Սկսած Արամ Սարգսյանից, կուսակցության նախագահից, բացարձակապես անկապ, շինծու, անհիմն մեղադրանքներով։ Մեկ խնդիր լուծելու համար, որ մենք լռենք։ Այս ժողովրդավարություն եք ասում։ Քրեական գործեր են հարուցում, որպեսզի քաղաքական ուժի անդամները լռեն, վախենան։ Քրեական գործեր են հարուցում, որպեսզի քաղաքական ուժի անդամները զբաղվեն այդ գործերով եւ թողնեն բուն քաղաքականությունը։ Եվ վերջապես կա նաեւ երրորդ կողմը՝ ֆինանսական։ Այդ բոլոր քրեական գործերը ունեն այսպես փոխաբարոյական, թե չգիտեմ ինչի փոխհատուցման պահանջ։ Ովքեր են անում եւ ինչու են անում դա։ Շատ լավ հարց է, ովքեր են անում, դուք ունեք հարցի պատասխանը։ Բոլոր նրանք, ովքեր այդ քրեական գործերը հարուցում են, սկսած բանտում գտնվող, կալանավայրում գտնվող սրբազաններից վերջացրած նրանց փաստաբաններով։ Ասում եմ, վերջացրած նրանց փաստաբաններով։ Ինչի են այս ամեն ինչը անում, որովհետև իրենց հրահանգ է իջեցված քաղաքականությունը բովանդակափոխել, քաղաքականությունը զրկել բուն բովանդակությունից, քաղաքականությունից հանել ծրագիրը, հանել ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, որպեսզի մենք սկսենք մարդկանց հետ խոսել ոչ թե գաղափարներով, ոչ թե ներկայացնենք մեր գաղափարները, այլ գնանք ու պատասխանենք իրենց հարցերին, գնանք ու իրենց մեղադրանքներից, որոնք բացարձակապես էլ եմ ասում, անիմն, շինծու, հնարավոր մեղադրանքներ են, որպեսզի գնանք արդարանալու, մենք արդարանալու ոչինչ չունենք, այ իրենց վախն է, իրենց մխում մեզ մեղադրել, իրենց վախը, իսկ մենք ընդհանրապես արդարանալու ոչինչ չունենք, որովհետև կա պարզ ճշմարտություն, կա պարզ ու հստակ ճշմարտություն, հարցակվում են այս պարագայում նրանք, ովքեր պաշտպանության կարիք ունեն, մենք պաշտպանության կարիք չունենք, մեր ձայնը երբեք հնարավոր չի լռեցնել, որևէ մեթոդով։ Տիկին Ադամյան, հոգևորականություն, այս իշխանություն առճակատումը անհանգստացրել է Արամա Կիլիկիո կաթողիկոսին, նրա պատվիրակն էր նախորդ շաբաթ հանդիպել վարչապետին եւ ընդգծել եկեղեցի պետություն առողջ հարաբերությունները վերականգնելու անհապաղ անհրաժեշտությունը։ Հիմա այդ հնարավորությունը եկեղեցի պետություն առողջ հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը դուք ինչպես եք գնահատում, եթե մենք ընթացիկ այսպիսի զարգացումների ենք ականատես լինում։ Այն պահից, երբ հայ առաքելական եկեղեցին ներգրավեց հիբրիդային պատերազմում եւ դուրս եկավ իր պետության դեմ, էլի ցավով եմ արձանագրում, այստեղ ոչ Արամա կաթողիկոսը,
ոչ Պոլսի պատրիարքը, ոչ Կոստանդնուպոլսի պատրիարքը որևէ անելիք չունեն, չեն կարող անել, հաջողության չեն հասնի։ Ես գնահատում եմ իրենց ջանքերը, իսկապես գնահատում եմ Արամ Գաղափարի ջանքերը, բայց կա պարզ ճշմարտություն, պետության դեմ գնացող չպետք է լինի, պետության դեմ գնացող եկեղեցի հոգևորական չպետք է լինի։ Հիմա այդ ամենին մենք ականատես կլինենք, եթե եկեղեցում կամ այդ հոգևորականության շրջանում լինեն բարեփոխումներ, մտածելակերպի փոփոխություն, թե կաթողիկոսին եթե հաջողվի հեռացնել, ինչպես պլանավորում է իշխանությունը, մենք այնուամենայնիվ կգանք Ես եմ կարծում, որ իշխանությունը պլանավորում է կոնկրետ կաթողիկոսին հեռացնել։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին անկախացումից հետո պետք է շատ լուրջ վերափոխումների գներ եւ այն սկզբնական շրջանում անկախության սկզբնական շրջանում շատ լուրջ քայլեր էին արվում մասնավորապես եկեղեցու սահմանադրության ընդունման փորձեր արվեցին մշակվել էր եւ գործում էր հանձնաժողով ստեղծվել էր հանձնաժողով մշակվում էր սահմանադրության եկեղեցու հայ առաքելական եկեղեցու սահմանադրության տարբերակ աշխատանքային խմբեր կային տարբեր ոլորտներում ճյուղային համաձայնեցնելու Բայց այդ ամեն ինչը կարծես թե մնաց 20-րդ դարում եւ 21-րդ դար ամենայն դեպս այդ փոփոխությունները այդ անհրաժեշտության գիտակցությունը որ պետությունը անկախացել է եկեղեցին էլ պետք է փոփոխությունների ենթարկվի չիրականացվեց Գիտեք ստացվեց պատկեր որ Հայաստանի Հանրապետությունը արդեն անկախ պետություն է պետականության գործառույթները ինքը կարող է ստանձնել բայց եկեղեցին շարունակում է համարել որ այդ պետականության գործառույթները դեռ իր ձեռքում են Թեպետ սահմանադրության մեջ արձանագրվել է որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է որ եկեղեցին եւ իշխանությունը աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները միմյանցից տար անջատված են Բայց դա արդեն թերևս պետք է դառնար ոչ թե գիտակցություն, այլ ենթագիտակցություն հոգևորականների համար։ Իրենք այլևս պետականություն իրականացնելու ֆունկցիա չունեին, պետությունը արդեն կար, սա չընկալվեց, իսկ արդեն 2020-ից հետո շատ հստակ դարձավ, թերևս 2020-ից առաջ էլ շատ հստակ դարձավ, որ կա մեկ պետություն, որի խնդիրը մնալն է հարավային Կովկասում, տարածաշրջանում մնալն է, եւ այդ տարածաշրջանում մնալու համար Հայաստանի Հանրապետությունը ամենայն դեպս իրենց համար պլացդարմ է, ու պետք է ամեն կերպ պահպանվել Հայաստանի Հանրապետությունում ու պահպանվել ոչ իբրև ասենք սոսկ ներկայություն ունեցող, այլ պահպանվել իբրև այդ պետության ղեկավար այդ պետության Կարճ ասած, ամբողջ խնդիրը դրված է շատ հստակ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ինչ կուսակցություն երբ ուզում է ստեղծվի Քանի կուսակցություն ուզում են ռեբրենդինգի գնան, իրենց անունը փոխեն, պատկերը փոխեն, գույնը փոխեն, ինչ ուզում են անեն Բաժանումը շատ հստակ է Նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունը ուզում են տեսնել Ռուսաստանի գուբերնիա Եվ միայն Ռուսաստանի հետ են կապում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն էլ, Հայաստանի Հանրապետության տնտեսությունն էլ, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես քարտեզի վրա, աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության գոյության հնարավորությունը, գուբերնիա, ուրիշ ոչինչ։ Եվ նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունը տեսնում են ինքնիշխան պետություն, տնտեսական անվտանգություն ունեցող պետություն, քաղաքական Ռազմական եւ ամենակարևորը նոր տեխնոլոգիաներով ու ներդրումներով զարգացման հնարավորություններ ունեցող պետություն։ Սա է քաղաքական դաշտի հստակ բաժանումը։ Ուրիշ բաժանում չկա։ Սա է դրված խնդիրը։ Եվ խնդիրը դրված է շատ սուր, որովհետեւ որքան մոտենում են 2026-ի ընտրությունները, որքան կրճատվում է այդ ժամանակը իրավիճակ փոխելու, այնքան պայքարը դառնալու է ավելի բուրն, այնքան շատ նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ են հասցվելու միմյանց։ Մենք դրան պատրաստ ենք, մենք դրանից չենք վախենում։
Մենք այդ մի քանի անգամ անցել ենք այդ իրավիճակների միջով։ Բայց շատ կարևոր է, քաղաքական ուժերի նկատի ունեք, որ միմյանց կհասցնեն այդպիսի հարվածներ։ Իհարկե, արդեն իսկ հասցնում են։ Ես հիշատակեցի, թե Այո։ չէ՞ թե քանի դատական հայցեր է հարուցված մեր կուսակցության դեմ։ Կարող եմ հիշեցնել նաև Արամ Սարգսյանի դեմ ծրագրված մահափորձը։ Այս ամեն ինչը ինչ է։ Հստակ ծրագրված, հստակ ձեռագիր է։ Բայց այստեղ ես ուզում եմ շեշտել, որ կարևորագույն խնդիրն այն է, որ այս ամեն ինչը ընկալելի լինի, հասկանալի լինի ընտրողի համար, որ այս ամեն ինչը դառնա ընտրողի անձնական պատվի, արժանապատվության խնդիրը, որովհետև չես կարող դու անտարբեր մնալ այն ամեն ինչին, ինչ կատարվում է քո երկրում, չես կարող քո սեփական ընտրությունը չկատարել, չես կարող նստել տանը ու ասել դե ինչ ուզում է լինի, թող իրար ուտեն։ Իրար չեն ուտի, կուտեն այդ ընտրողին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա մի փոքր շեղվելով Տիկին Ադամյան, այս իրադարձությունների ֆոնին Փաշինյանն է Հռոմից բարևներ ուղարկում Հայաստան քաղաքացիներին, նա Վատիկանում 3 մասնակցեց arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 երանելիների սրբադասման արարողությանը, ջերմ ընդունելության արժանացավ Մալոյանի սրբադասմանը տրված ճաշին, այսօր նախատեսված է նաև առանձնազրույց Հռոմի Պապի հետ, ինչ կարող եք ասել, որքանով է կարևոր այս իրադարձությունը, այս ամենը Հայաստանի համար, որպես պետություն։ Եկեք հիշենք, որ Հռոմը, Վատիկանը միայն միլիարդավոր կաթոլիկների հոգևոր կենտրոնը չի, Հռոմը պետությունն է, Վատիկանը կներեք, Վատիկանը պետությունն է։
եւ Հռոմի Պապը նաեւ պետության ղեկավար է։ Եվ որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի, որ Վատիկան պետությունը աշխարհաքաղաքական բոլոր իրադարձությունների կենտրոնում է։ Բոլոր։ Վատիկանում այնպիսի հարցեր են լուծվում, որոնց մասին մենք գուցե տասնամյակներ հետո միայն կարող ենք տեղեկություն ստանալ։ Որևէ մեկի համար գաղտնիք չի նաև, թե Վատիկանը ինչ հզոր ֆինանսական համակարգ ունի։ Ֆինանսական։ Ինչ ներդրումներ կարող են արվել Վատիկանի միջոցով։ Համաշխարհային ինչ կոնֆլիկտներ են լուծվում Վատիկանի միջոցով։ Ես բացարձակապես չեմ բացառում, որ նաև հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման բանակցությունների մեջ Վատիկանն ունեցել է իր մասնակցությունը։ Եվ գնալ ու հանդիպել Հռոմի Պապի հետ գնալ եւ Վատիկանի հետ բանակցություններ վարել, դա շատ բարդ, շատ կարևոր, շատ պատասխանատու գործ է։ Վստահաբար Վատիկանում բազում հարցեր կարող են լուծվել, որովհետեւ ելի եմ ասում Վատիկանը աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա շատ ազդեցիկ խաղացող է, աշխարհաքաղաքական իրադարձություններում շատ ազդեցիկ խաղացող է, շատ մեծ ազդեցություն ունի այդ ամեն ինչի վրա։ Մենք այդ ազդեցությունը չենք տեսնում, մենք այդ ազդեցության, այսպես ասած, քաղաքական ենթաշերտը չենք տեսնում, մենք միայն տեսնում ենք հոգևոր շերտը, երբ ասենք Հռոմի Պապը ուրբաթօրյա քարոզներում խաղաղություն է հղում աշխարհին, այստեղ ասում է գերիներին ազատ արձակեք, այնտեղ պատերազմը դադարեցրեք, սովյալներին օգնեք, մենք տեսնում ենք սովորաբար մարդասիրական ասպեկտը։ Բայց ես կրկնում եմ, որ այդ ամեն ինչի մեջ կա շատ լուրջ քաղաքական ասպեկտ։ Եվ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օգտագործի այդ հնարավորությունը այդ իրադարձություններում Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանելու։ Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրներից մեկը գոնե լուծումը թեթևացնելու։ Իսկ Հռոմի Պապին կարող է անհանգստացնել հոգևորականության հետ տեղի ունեցող Հայաստանում եւ այս թեմայով էլ քննարկումներ լինեն։ Բնականաբար այդ թեմայով քննարկումներ կլինեն, որովհետեւ Հռոմի Պապը, որքան էլ մենք ասենք հայ առաքելական եկեղեցի ենք եւ առանձին ենք կաթոլիկ աշխարհից, բոլոր դեպքերում քրիստոնյա ենք բոլորս եւ այդ քրիստոնեական ընդհանուր հենքի վրա միանշանակ է, որ այս հարցը Հռոմի Պապը այո կարող է բարձրացնել եւ Հռոմի Պապը կարող է փորձել հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց չեմ կարծում, որ նա Նիկոլ Փաշինյանից պետք է լսի այդ իրավիճակի բացատրությունը, որովհետեւ կրկնեմ Վատիկանը ամենտեղ ունի իր աչքերն ու ականջները եւ շատ ավելի Վատիկանում գուցե պատկերը པարզ լինի, քան նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում է։ Մեր ձևով շարժումը կամ այդ շարժման ներկայացուցիչները ի սկզբանե հայտարարում էին, որ իրենք գալու են, բերելու են քաղաքականություն այնպիսի մարդկանց, ովքեր ամբից են լինելու իրենց քաղաքական կյանքում հետագծում։ Հիմա մենք տեսնում ենք, որ ամենաթարմ հայտարարությունը մեր ձևով ժողովրդական շարժումն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին։ Ներեցեք, հանդհատեմ ձեզ, ինչ է նշանակում մեր ձևով ժողովրդական շարժում։ Իրենք այդպես են իրենց բնորոշում եւ հիմա իրենց ամբից շատ լավ, գիտեք, անդրադառնամ խնդրին մեկ այլ կողմից։ Տեսեք, քաղաքական կյանքի անբաժանելի մասն են դառնում դատավարությունները առաջին, բայց ակնհայտորեն շարունակվում է նաև մեկ այլ ալիք, ով տեղից վեր է կենում իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, ազգի անունից։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրենք իրենց անունը չունեն։ Եթե իրենք խոսեն իրենց անունից, դա որևէ մեկին ոչինչ չի ասի։ Եմ նրանք խոսում են ժողովրդի անունից։ Իսկ ունեն նրանք այդ իրավունքը։ Հավաքական ժողովուրդը կամ հավաքական ազգը որևէ մեկին արտոնել է իր անունից խոսել։ Եկեք սկսենք այդ հարցից, հա։ Ինչ է նշանակում ժողովրդական շարժում։ 7000 հոգու շարժումը ժողովրդական շարժում է։ Հա։ Բայց մնացածին ինչ անվանենք։ Չէ, ինչ անվանենք մնացածին։ Չժողովուրդ։ Դուք ասում եք 7000, իրենք ավելի շատ են ասում, տարբեր թվեր են հնչում։ Լավ 70000։ Թեպետ երբևէ 70000 մարդ
հավաքական բոլոր հանրահավաքները իրար գումարած բոլոր հանրահավաքները 20-20-ից սկսած երթերը, զարթնիր լաուները, չգիտեմ, քնիր, չգիտեմ ովքեր, երբևէ չեն հավաքել այդ թիվը, բայց խոսում են ժողովրդի անունից։ Մեղք չի ես ժողովուրդը, ում է արտոնել է ժողովուրդը անընդհատ իր անունը ոտատակ տալ։ Չէ, արտոնել է որևէ մեկին, այդ թվում մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, ինչ ձևով վեր կենալ ու ինչ-որ հայտարարություններ անել իր անունից։ Դեսեք, եթե ժողովուրդը ուզենա, որ իր անունից հայտարարություն հնչեն, ինքը կգնա հրապարակներ, կգնա, փաստեր եղել են, որ գնացել են։ Իսկ իրենք չգիտեն Վարդան Ղուկասյանի քաղաքական կենսագրությունը, որ եւ մի կողմից հայտարարում են, որ իրենք քաղաքականություն են մտնելու մաքուր մարդկանցով, մաքուր ձեռքերով, ամբից կենսագրության մարդիկ, բայց իրենք աջակցում են Վարդան Ղուկասյանին։ Դուք ինձ կանխեցիք, ես ուզում եի ձեզ հիշեցնել Նարեկ Կարապետյանի հայտարարությունը առայն, որ իրենք քաղաքականություն են մտնում եւ քաղաքական դաշտում համագործակցելու են մաքուր ձեռքերով մարդկանց հետ։ Ես առաջարկ ունեմ, թող գնան ու բոլորը ձեռքերը լվանան։ Բայց երբևէ արյունը, որ կա այդ մարդկանց խղճին ու ձեռքերին, այդ արյունը չի լվացվելու։ Թող գնան ու իսկապես լվացվեն։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ կներեք, ուզում եմ ավարտենք, այո, ձեր առաջարկով ավարտենք։ Իմ առաջարկը միայն լվացվելը չի։ Գիտեք իմ առաջարկը որն է։ Բացեք հա ձեր աչքերը։ Բացեք ձեր աչքերը ու նայեք ձեր շուրջը ինչ է կատարվում։ Նայեք ձեր ներսը։ Եվ տարբեր տարատեսակ հայտարարություններ, պոպուլիստական կոչեր, խապկանքի մեջ մի մտցրեք այս ժողովրդին։ Մի մտցրեք։ Եթե գոնե դույզնինչ հարգանք ունեք ժողովրդի նկատմամբ, դույզնինչ հարգանք ունեք ինքներդ ձեր նկատմամբ, մի խապեք ու մի մոլորեցրեք։ Առաջին հերթին այլևս խապվող ու մոլորվող չկա։ Ղարաբաղի Արցախի կորստից հետո խապված, մոլորված լինում են միայն այն մարդիկ, ում դրա համար վճարում են։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։